Մեկ ամիս է ինչ Իրանը պատերազմի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Ամերիկա-իսրայելական ուժերը հարվածում են Իրանի ամբողջ տարածքին, թիրախավորելով իշխող վարչակարգի օբյեկտները։ Սակայն այդ հարվածները կործանարար հետևանքներ են թողնում նաև մոտակայքում ապրող խաղաղ բնակիչների վրա։ Ռազմական փորձագետների կարծիքով Իսրայելը օգտագործում է Մարկ 84 տեսակի հզոր ռումբեր, որոնք կշռում են շուրջ 900 կիլոգրամ։ Մարդասիրական իրավունքի մասնագետները նշում են, որ նման ծանր զինատեսակների կիրառումը խտաբնակ վայրերում կարող է որակվել որպես անհամաչափ և հակաիրավական գործողություն։ Պատերազմի սկզբից ի վեր Իսրայելը Իրանի վրա նետել է ավելի քան 12,000 ռումբ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հարվածել է ավելի քան 9,000 թիրախի։ Դրանց մեծ մասը գտնվում է հենց բնակելի թաղամասերի սրտում, խանութների, դպրոցների ու տների հարևանությամբ։ Մարդու իրավունքների ակտիվիստների տվյալներով հակամարտության առաջին ամսում Իրանում սպանվել է ավելի քան 1500 խաղաղ բնակիչ։ Թեհրանի բնակիչները դժգոհում են սեփական իշխանություններից, նշելով, որ չկան հանրային ապաստարաններ, տարհանման աջակցություն կամ նախազգուշացնող ազդանշաններ։